Գաղտնիքների գիրք։ Ինչ պատահեց կանանց երեխաների հետ ջրհեղեղից առաջ։ Պատմական գրառումներում կա մի բաց, որը չի բացատրում այն պնդումը, որ միայն Նոյը նրա ցեղը փրկվեցին ջրհեղեղից, ներկայումս հայտնի են, նրանք պնդում են, որ նրանք մարդկային ցեղն են։ Առաջին ջրհեղեղը տեղի է ունեցել Աստվածաշնչում գրվելուց հազարավոր տարիներ առաջ։ Այս պատմությունը ջրհեղեղից փրկված նախադամացիների բանավոր պատմությունների մի մասն է։ Ընդունված է, որ նախադամիտները հայտնի են որպես նեանդրներ, նեանդերտալներ այլն, մարդու երկրի վրա հայտնվելուց հազարավոր տարիներ առաջ ապրել են քարանձավներում։ Նրանց ամրացված քարանձավների շնորհիվ ծնվել են նրանց տեսակի շատերը, որոնք փրկվել են ոչնչացումից։ Լեռնային քարանձավներում ապրող պրեդամիտները պատրաստ չէին իրենց վրա հարձակվող ողջ մնացած մարդկանց համար, սպանելով իրենց տղամարդկանց, տղա երեխաներին, մարդակերելով նրանց, գողանալով նրանց կանանց, քանի որ նրանք արդեն կերել էին իրենց կանանց։ Այսպիսով, պետք է հասկանալի լինի լեռնային քարանձավներում ապրող պրեդամիտների ոչնչացումը մարդկային ցեղերի կողմից նրանց ոչնչացման հետանքով, որոնք սպանեցին մարդակերացրին նրանց։ Սա ներկայացված է մարդու գենոմի նախագծի դնթում, քանի որ գենոմի հետքային նյութը առկա է եվրոպական տվյալներում։ Գենետիկական գրառման մեջ այս ներկայացման քանակի անհավանականությունը չի կարող վերագրվել տեսակների միջ զուգավորմանը, քանի որ ներկայումս կենդանի պրեդամիտների թիվը 10 միլիոնից պակաս է, այն զգալիորեն պակաս էր ջրհեղեղից առաջ։ Գրավոր խոսքը ցույց է տալիս, որ մարդը նշան է ստանում իր հանցագործությունների անօրինությունների համար, որոնց համար նա չի ներվում, այդ նշաններից մի քանիսը փոխանցվում են նրա սերունդներին։ Ինչպես կարելի է իմանալ, որ ինքը մարդակերի ժառանգ է, ինչը, ինչպես գրված է, աններելի հանցագործություն է։ Գաղտնիքների գիրքը մարդկության նշանները ներկայացնում է ԵԱԶ հեռախոսների համար հավելվածի մշակման ստեղծման արդյունքում ստեղծված հետազոտությունը, անձնական գնահատման համար օգտագործվելիս այն կբացահայտի, թե արդյոք մարդը ունի անօրինության կամ հանցագործությունների նշան, որը ժառանգել է որպես ժառանգորդ։ Մարդկության նշանները հայտնվում են լուսանկարներում, հավելվածը ստեղծում է լուսանկարչական ապացույցներ, որոնք կարող են վերանայվել, կիսվել, քննարկվել, եթե դրանք ներկայացնում են ինչ-որ բան, որը կազդի նրանց ճակատագրի վրա։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ մասնակցեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Կամ կարող եք մեզ սուրճ հյուրասիրել։